Հայկական բիզնեսը կարող է հավասար մրցակցել աշխարհի առաջատար ընկերությունների հետ։ Սա այլևս լավատեսական կանխատեսում չէ, այլ կայացած փաստ։ Հայաստանի ֆինանսական շուկայի առաջատար խաղացողներից Ամերիաբանկը նոր պատմական քայլ է կատարել, դառնալով առաջին հայկական ընկերությունը, որը ներառվել է Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների ցանկում, որպես Lion Finance Group միջազգային ֆինանսական խմբի մաս։ Այս նշանակալի ձեռքբերումը ոչ միայն ընդգծում է բանկի կայուն աճն ու միջազգային վստահելիությունը, այլև Հայաստանի ֆինանսական համակարգի համար բացում է նոր հորիզոններ։ Մեր մուտքը Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների շարք հստակ ազդակ է միջազգային շուկաներին, որ Հայաստանն ունի ուժեղ և մրցունակ ֆինանսական հաստատություններ, որոնք կարող են վստահորեն գործել համաշխարհային մակարդակով։ Սա կբարձրացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը և կստեղծի լրացուցիչ հնարավորություններ երկրի երկարաժամկետ զարգացման համար։ Մեր հաջողությունը հաստատում է Ամերիաբանկի զարգացման ռազմավարության կենսունակությունը, որը հիմնված է հաճախորդակենտրոն մոտեցման և թվայնացման ժամանակակից լուծումների ներդրման վրա։ Բնականաբար Կենտրոնական բանկը շատ ողջունում է և շատ դրական է վերաբերում այս զարգացմանը։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ մենք ևս մեկ քայլ արեցինք, որպեսզի թե բանկային համակարգը, թե մեր տնտեսությունը միջազգային ասպարեզում ավելի լավ երևա և հստակ Հայաստանի Հանրապետություն դնենք միջազգային քարտեզի վրա։ Այդ տեսանկյունից հատկապես ֆինանսական համակարգի համար դա շատ կարևոր է, որովհետև ֆինանսական համակարգը, ֆինանսական բիզնեսը ինքը գլոբալ բիզնես է, այսինքն միշտ երբ որ ինչ-որ մեկը փորձում է ինչ-որ մի երկիր մտնի որպես ներդրող, ինքը միշտ նայում է, թե այդ երկրի կառույցները, հիմնական ֆինանսական ինստիտուտները ինչպիսին են։ LFG ֆինանսական խումբը Լոնդոնի բորսայում ցուցակված էր 2006 թվականից։ Ամերիաբանկի միացումից ընդամենը 2 տարի անց այն կարողացավ մուտք գործել բորսայի FTSE 100 ինդեքսի մեջ։ Սա լավագույնս փաստում է, որ հայկական բանկի ներուժն ու տնտեսական կշիռը նպաստել են խմբի շուկայական կապիտալիզացիայի աճին և աշխարհի առաջատար բորսաներից մեկի ինդեքսում տեղ զբաղեցնելուն։ Նախկինում մեր տարածաշրջանից չի եղել այդպիսի մի դեպք, որ տարածաշրջանում գործող եւ հիմնականում տարածաշրջանում իր գործունեությունը ծավալող կազմակերպությունը ներառվի FTSE 100 ցանկում։ Մի փոքր երևի պետք է խոսել, թե ինչ է իրենից ներկայացնում FTSE 100-ը։ FTSE 100-ը դա շուկայական կապիտալիզացիայով Լոնդոնի արժեթղթերի բորսայում ամենամեծ շուկայական կապիտալիզացիա ունեցող 100 կազմակերպությունների ցանկ է, ինդեքս է, որը Financial Times-ի կողմից է հրապարակվում եւ պարբերաբար, այսպես ասած, հետևում են ֆինանսական ոլորտի մասնագետները այդ ինդեքսի շարժընթացին։ Սրա արդյունքում ավելանալու է խմբի բաժնետոմսերի կայունությունը եւ շրջանառության խորությունը, ինչը բնականաբար չի կարող դրական չազդել թե գնի դինամիկայի, թե ֆինանսական գործիքների հասանելիության վրա։ Անուղղակիորեն Լոնդոնում ցուցակված լինելու հանգամանքը արդեն իսկ վկայում է Ամերիաբանկի ռիսկերի կառավարման համակարգի, կորպորատիվ կառավարման համակարգի թափանցիկության, շրջակա միջավայրի սոցիալական ռիսկերի գնահատման համակարգերի համապատասխանության մասին միջազգային լավագույն փորձին։ Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը առանձնացրեց այս ձեռքբերմանը նպաստած մի քանի կարևոր գործոն։ Առաջինը դա հաճախորդների բազայի ընդլայնումն է, որի արդյունքում վերջին 2 տարվա ընթացքում բանկին հաջողվել է 2 անգամ ավելացնել հաճախորդների քանակը 400,000-ից հասցնելով 800,000-ի։ Երկրորդ կարևոր հանգամանքը այն է, որ մեր վաճառքների ավելի քան 50%-ը արդեն նույնպես թվային ուղիներով են իրականացվում մասնաճյուղերից դուրս։ Եվ նաև վերջին հանգամանքը, որ կցանկանայի նշեի, դա թվային հարթակներն են, մասնավորապես My America, My Home, My Car, My Business, որոնք միտված են տարբեր սեգմենտների եւ տարբեր կարիքների բավարարմանը։ Ներդրողների կողմից մեր նկատմամբ որպես թողարկող բանկի բարձր վստահությունը թույլ է տալիս նաև բարելավել կորպորատիվ պարտատոմսերի թողարկման պայմանները։ Այս ամեն ամրապնդում է մեր դիրքը շուկայում, մեծացնում է հնարավորությունները եւ ստեղծում ավելի ուժեղ բիզնես միջավայր մեր գործընկերների ու հաճախորդների համար։ LFG խումբն ինդեքսին պաշտոնապես կմիանա 2026 թվականի մարտի 20-ին շուկաների փակումից հետո։ Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2026 թվականի մարտի 23-ին։ FTSE 100 ինդեքսում ընդգրկված են այնպիսի առաջատար միջազգային ընկերություններ ֆինանսական եւ այլ ոլորտներից, ինչպիսիք
են HSBC-ն, Barclays-ը, AstraZeneca-ն եւ նույնիսկ Rolls-Royce-ն ու Coca-Cola-ն։ Հատուկ շնորհակալություն մեր հաճախորդներին։ Նրանց վստահության եւ մեզ հետ գործընկերության շնորհիվ հնարավոր դարձավ այս ձեռքբերումը։ Եվ իհարկե, շնորհակալություն մեր թիմին պրոֆեսիոնալիզմի եւ մեծ նվիրումի համար։ Սա բոլորիս համատեղ նվաճումն է եւ կարեւոր քայլ մեր երկրի ապագայի համար։ Բանկի թվային փոխակերպման ռազմավարությունը հիմնված է ոչ թե պարզապես տեխնոլոգիաների ներդրման, այլ ֆինանսական եւ հարակից ծառայությունների միասնական էկոհամակարգ ստեղծելու վրա։ Այս մոտեցումը թույլ տվեց Ամերիա բանկին ապահովել այնպիսի որակական չափանիշներ, որոնք անհրաժեշտ են համաշխարհային առաջատարների հետ նույն հարթակում մրցակցելու համար։